Դաշնակն ասում է, երբևէ ունեցել եք սենց փողոցային վարչապետ։ Հոգնել ենք էլի, ինչ եք ասում։ Լսի, փողոցային վարքագծով 35 տարի դաստիարակեցիք է ժողովրդին, կյանքը կերակ արոնը խմեցիք։ Էլ չեմ ասում ինչքան լափեցիք։ Բայց այդ փողոցային պահով ուզում եմ մի հատ քեզ մի բան հարցնեմ, էլի։ Ասենք այդ փողոցային պահով, որ ասում ես հոգնել ենք եւ այլն, երբ տեղյակ ես, որ դու այդ կրեսլոները էլ չես տեսնելու։ Բայց 5 տարվա մեջ խի մանդատներդ մի հատ չդրեցիք, Աշոտյան չեղակ։ Խեք այդ աշխատավարձները ստացել, եթե դա փողոցային վարկագիծ է, եթե այդ մթնոլորտը փողոցային է, հա՞։ Այս խի 5 տարվա մեջ այդքան էլ ընդդիմությունը ձեզ մեղադրում էր, ի նկատի ունեմ ձեզ սատարողները, որ խի չեք դնում մանդատները, բա դնեիք Աշոտյանը լնեիք։ Խիք մնացել։ Խիք շարունակում մնալ։ Խաչա դուք ազգային ժողովի չեք եկել, հենա դրոշները տնկել եք ձեր տեղը, այն ֆեյք դրոշները։ Մենակ մի դեպքում դուք ձեր մանդատները հերթով դրեցիք, այ պարկասներ։ Երբ որ փոքր գլխիկին ուզում էիք պատգամավոր սարքեիք։ Մնացած դեպքերում մնացիք աշխատավարձները կերակ, պարգևավճարները կերակ, աշխատանքի չգալով ի դեպ։ Մի հատ էլ հարց ունեմ։ Փողոցային վարքագիծն է քեզ տենց հուզել։ Մի հատ կարաս ասես, այսքան ժամանակ աշխատավարձը ստացել ես, ինչի համար ես ստացել։ Մի հատ նախաձեռնություն օրենքի բերել ես, ինչ որ մի բան ես ազգի համար արել ես, մի բան բեր փաստի, որ ես 5 տարվա մեջ որ դու տենց զզված ես, մի հատ օրենքի նախաձեռնություն ես բերել։ Ժողովրդի համար ինչ որ մի բան ես արել։ Մի հատ։ Չես կարա բերես։ Որովհետև պոլիփերի նման կամ այդտեղ վեր եք ընկել, կամ խանգարել եք աշխատել, կամ էլ ուղղակի չեք ներկայացել։ Աշոտյան եք եղել։ Էս եք դուք։ Փողոցայինից ես ուզվել։ Ինքը ոնց դրսում է խոսում ժողովրդի հետ։ Էնպես էլ այդտեղ է խոսում։ Ոնց որ կա։ Իսկ դուք այդտեղ որ ձևանում եք այտենց կուլուտրնի։ Դրսում ձեր լեքսիկոնը բոլորը շատ լավ գիտենք։ Էլ չեմ ասում ձեր համակիրների մասին ինչեր եք ասում, ինչ քֆուրներ եք տալիս։ Նենց որ մի հուզվի։